սիրով լի։ Վարդենյանց լեռնանցքում Գործնված լինեք, ուժեղ լինեք ու ուղևորվում ենք ուղիղ Բայազեդ, մոդա է դարձել։ որտեղ լավ առիթ ունենք։ Հարսանիք է, գեղեցիկ անակնկալ կազմակերպի։ Ողջունում եմ բոլորին, բարև եք հավաքվել։ Մանրամասն վիճակի մեջ չեմ դնում։ Միասին պետք է գնանք հարսանիք։ Պեսաները ուշ են գալի, ուր է։ Արամ։ Մհեր հորեղբայրը Աղիքները գալիս է։ Արամի հարսանիքին Ռուզան, այսինքն Պետք է ինտրիգ պահենք, էլի, պես իր ընտանիքի կողմից հետևում ես։ Լավրա։ Ես մենակ ուրախ եմ։ Արևիկ Արամը ուշ հավաքի ու անակնկալ ենք անելու մեր Գարամ որոշել է Արև Հարսիկին առաջնեկից ծնվելուց բացում եք։ Լրատապ լուրերով ձեզ հետ է Ստեփան Մարգարյանը, Վարդան Գրիգորյանի հետ հիմա մենք գտնվում ենք Մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան Քիչ ջուրը զուլալ, անմահական Համն ու հոտը աղն ու հացը անապական Հայաստանից վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս ավերուլա Հրաշք տեսարան Վարդենյանց լեռնանցքում այսօր մենք ուղևորվում ենք ուղիղ Գաբար քաղաք Հայրենիքս հզորանա ու շենանա Ծովից ծով Հայաստան նորեն պիտի դառնա Որդիս հայը հայոց հողում պիտ մեծանա Հայինս է սուրբ Մասիսը ծովը վաննա Հայրենիքս հզորանա ու շենանա որտեղ լավ առիթ ունենք հարսանիք է Մի քիչ գաղտնիք պահեմ էլ, մի քիչ ինտրիգ ալնի ուր ենք եթում մենք հիմա Չէ, սա կզանգեմ կճշտեմ սա ու կսկսենք պատմել արդեն վերջնական Այսօր հայոց աշխարհը հարուստ է իր գեղեցիկ տեսարաններով բնությունը որոշել է այսօր մեզ պարգևատրի իր ամբողջ ճոխությամբ ու գեղեցկությամբ Նա շատ լավ է այսօր մեզ ներկայանում Տեսեք ինչ հրաշալի է, կանաչ դաշտեր, գեղեցիկ խոնավ, ռոմանտիկ ճանապարհ դեպի նորապսակներին տանող։ Այո, այսօրվա օրը հենց այս տեսքն ունի, հենց այսպես կմնա մեր տեսանյութերի մեջ։ Ընկերներ, իմ հաշվարկներով շատ շուտով այստեղով պետք է ճանապարհ անցնի դեպի Արարատյան դաշտավայր, որովհետև լոգիկայի մեջ է, որ այստեղ պետք է ճանապարհ լինի։ Օրինակ, Վեդից, որ ուզենաս գաս Մարտունի, ահագին երկար ճանապարհ ես անցնում այստեղ հասնելու համար։ Դրա համար կարծում եմ, որ շատ շուտով այդ ճանապարհը կնախագծեն ու կկառուցեն։ Բայց ինձ ասել են, որ կա ճանապարհ, ուղղակի ոչ բարենպաստ է եւ հասանելի չի բոլոր մեքենաների համար։ Ամեն դեպքում Արմաղանը այսօր ընդունել է մեր Սուրբ Լեռան Մասիսի կերպարանքը եւ գեղեցիկ է շատ, կիսով չափ սպիտակ է եւ եւս մեկ Արա, էլ էս դաշտերի բան նկարի գետը։ Տեսեք, ձյունը հալվել է եւ դաշտի մեջ գետ է առաջացել։ Էս սենց։ Իսկ մնացածը ինչ է ասում, որտեղ միտքս կիսատ մնաց։ Հա։ Մասիսին է նմանվել եւ այլ ավելի հաճելի է նայել Արմաղանին եւ մինչ նրան հասնելը աչից մարգագետինները տեսեք։ Այս հատվածը, դաշտամիջյան այդ հատվածը, այս որը հիմա որ տեսնում եք, շատ շուտով դա վերածվելու է մի դրախտի կտորի, դեղին ծաղիկներով, կանաչ խոտերով, հրաշալի դաշտավայր, որտեղ կարող եք գալ ու անմոռանալի ֆոտո շուտ անցկացնել ձեր սիրած ֆոտոգրաֆի հետ, ֆոտոֆեդի հետ մեր Էդոյի, նա այս կադրերը շատ է սիրում, մանուկ հասակից դեռ գալիս էր այստեղ և վրձինը վերցրած նկարում էր հələ որ ապարատները մոդա չէր, այո, նա մանկուց է սիրել նկարել, գետը վարարել է աչից, վարարել է և գնում է մյուս չքնաղ դաշտավայր, այս հատվածը գնալով ստանում է մեկ ուրիշ տեսք, որը չես տեսնի ձմռանը, աշնանը կամ էլ ամռանը, գարնանը այստեղ մեկ ուրիշ դրախտային
մթնոլորտ է։ Մնում է ճանապարհի գծանշումներն անեն։ Ընկերներ, հուսամ այս ահռելի քանդված լճերը շուտով կվերանան այստեղից եւ մենք նորմալ մարդավարի կգանք ու կանցնենք այս հատվածով։ Հուսամ շատ արագ կսկսի այստեղի շինարարությունը, բայց ինչպես հասկանում ենք, ճանապարհը հենց այստեղից սկսած փոխելու են, տեսեք, ձախից բարձրանում է նոր ճանապարհը, որը դեռ պետք է գրունտը հարթեցնեն եւ ասֆալտ փռեն։ Իսկ այստեղ, ընկերներ, հակատանկային փոսեր են առաջացել։ Պարոն նախարար, իսկ տանկերի հարցը ո՞նց է լուծվելու։ Որի միջով անցնելու մասին ես հիմա մտածում եմ, արժի թե չարժի արդեն։ Կա մնանք ստե, մնանք չգնանք գավառներ Արամի հարսանիքին։ Անցել ենք, անցանք վերջ, ամեն ինչ իդեալական է ուղղակի։ Այո, ընկերներ, կյանքում էլ է այդպես երբեմն ճանապարհը հասցնում է այնպիսի տեղ, որ բարդություններ կան եւ ռիսկի դիմել է պետք, այնպես որ եթե կհասնեք նման տեղերի հավատով եւ հույսով դիմեք ռիսկի, գնացեք առաջ եւ ոչինչի առաջ կանգ մի առեք։ Եթե ունեք հստակ նպատակ ու ցանկություն, դրսևորեք վստահ։ Մենք հիմա հաղթահարում ենք այս դժվարությունը, իսկ հետո մեկ ուրիշ դժվարություն կհաղթահարենք ձեր հետ միասին, ձեր լայքերով, բաժանորդներով, ձիերին ոգևորեք, որ ձիուկները լավ արոտ անեն ու ձակուկներ բերեն, թազա ձիուկներ խեղնեն։ Այո, ձիուկներն այդպիսին են, ընկերներ։ Ընկերներ, սա տեսարան է, որը ձեզ ասում է, այդ ինչի մի բաժակ թե չեք դրե, նստեք ու նայեք։ Հələ թե դրեք, նոր է տեսանյութը սկսում։ Միասին պետք է գնանք հարսանիք, գնում ենք գեղեցիկ ռեստորան, գավառ չհասած, ձախի վրա անունն էլ Բայազետ, Բայազետը մեր արևմտյան Հայաստանի քաղաքներից էր, Բայազետը, գեղեցիկ անուն, գեղեցիկ մարդկանցով բնակեցված ժամանակին, գեղեցիկ գենի կրող քաղաք է եղել Բայազետը, բայց հիմա ավաղ մնացել է չարերի մոտ, չարաճճիների մոտ, բայց այս տեսարանը ուղղակի հոգեթովի չէ, նայեք, չէ Վարդան, այդ տեսարանը, այդ դերը, դու հասկանում ես Վարդան, ես այդ տեսարանի վրա սիրահարվամ, դու տարար այդ բանը, հեռախոսը տարարեյան, մեր Canon տեսակի կամերան տարարեյան, ու ես գյոզալական տեսարանը բաց թողեցինք մի պահ։ Գյոզալական մի սեսի չեք կարի արա։ Ընկերներ, հրաշք չէ, ինչս, չէ, չենք անջատում, նկարում ենք, ոչինչ, դու ծանրը ասում էր պրոֆեսիոնալ, դե նկարի։ Ընկերներ, աչից հանգիստ, հանդարտ Սևանն է, ձախից մի փոքրիկ կիրճ, որից բացվում է ամենասիրուն տեսարաններից մեկը աշխարհի։ Հրաշք է ուղղակի, մեքենաների հոսք կա դիմացից, բայց այս կողմից մենակ մենք ենք։ Դրանց ուր են գնում, կա մենք էլ Ֆրանկետյանն ենք։ Ես հիմա ուղղակի կլռեմ, ոչ մի բառ ու տառ չեմ ասի, դուք վայելեք գեղեցկությունը այս պահի, այս տեսարանի, որովհետև այն բուժիչ է, այն հոգևոր հանգստություն է պարունակում իր մեջ։ Հիմա ես ու Վարդանը այն աստիճան ենք հանգստացել, որ չեք էլ պատկերացնի։ Սա պետք է քո աչքերով տեսնես մեքենայի ընթացքից։ Հենց կանգնես, հնարավոր է մի բան փոխվի, բայց քանի ընթացքից ես դիտում, ուղղակի ձուլվում ես այս բնապատկերի մեջ։ Զգում ես քեզ հավերժության մի մաս։ Գավառ Բայազետ ռեստորան, Բայազետ գեղեցիկ անուն, գեղեցիկ քաղաք, շատ հարազատ է Բայազետը Վարդան, չգիտեմ ինչու է այդպես,
Աժդահակն է Վարդան։ Աժդահակն է իր ամբողջ գեղեցկությամբ մշուշով պատված, որը նույնպես բաց է բացահայտումների համար, որտեղ մենք այս տարի կգնանք ընկերներ։ Աժդահակում մենք պետք է լինենք, իմ կարծիքով ես Վարդանը պետք է գնանք մեր շատ սիրելի բարեկամների հետ 38,000 բարեկամների հետ պետք է գնանք ու գրավենք Աժդահակ լեռը, բարձունքը ու ցույց տանք բոլորիդ թե ինչ կա չկա Աժդահակում։ Չհաստում ինչ կա չկա սառույց է դառնում։ Ընկերներ, սա կամուրջ է, որ կապում է Գավառը Նորատուսին եւ իհարկե մայրուղուց շատ հեշտ գնում հասնում ես Գավառ առանց կյանքդ վտանգելու։ Կադրերում այս բանի Նորատուս գյուղն է, իսկ մյուս դիմացը ընկնում է արդեն Գեղամա լեռները, գեղեցիկ լեռները, Սևանա լիճը, իսկ դեպի Աժդահակի կողմ արդեն գնում ենք ուղիղ Գավառ։ Գավառ մեր սրտի քաղաք, մեր հայոց հայրենասեր մարդկանցով բնակեցված քաղաք է։ Սիրում։ Բոլորի սրտներում եւ հոգիներում մի թաքուն իղծ կա, որ Քյավառցու հետ նստեն ու օրախ խմեն։ Վարախ խմես։ Բայց ոչ բոլորն են արժանանում այդ պատվին, դրա համար եկեք Գավառ, որ այդ հարցը լուծեք։ Հերիկելա բոլելավ։ Գեղեցիկ է ճանապարհը։ Ամեն ինչն է գեղեցիկ, այս պահն է գեղեցիկ, աչի դաշտերն են գեղեցիկ, մշակված ու վարված, վարել են, որ ցորեն ցանեն, իսկ մենք արդեն քիչ է մնում, որ հասնենք Բայազետին։ Կամաց հասանք մենք Բայազետ, ընկերներ։ Գեղեցիկ է Բայազետը, դրսում լիքը մարդիկ, այս մարդկանց բազմությունը մեզ հիմա խանգարի ներս մտնել, դրա համար կդիրքավորվենք ուղակի հեռվում մի գեղեցիկ տեղ ու կհետևենք, թե երբ են ներս գնալու։ Հա Վարդան, երբ ենք ներս գնալու, ինչ ես դու կարծում, էլ յաշիկներ, էլ ուրիշ թանկ ավտոներ, հալալա, նոր Բայազետում էր հարուստ անուշախպեր հայերն են, հայերը բոլորն են հարուստ, բայց Վարդան ստե կանելու տեղ չկա ոնց որ, չեն նախատեսը, որ կաղա կլոր ֆարգա, բարեկամ ես, իմ կարծիքով։ Հիմա Բայազետի կարծևուն թարս ենք վռալու, բայց ոնց հասկանում եմ, ինձ թվում է այդպես կլինի։ Փորձենք էլ գնանք դուրս ուրեմն։ Այ извините, Սյունիշկա, սյունը պոշտի է, եանել կանել տեղ չկա աղբեր։ Հել ենք դուրս է դիրքավորվենք, ինչ ասեմ։ Քանի չեն ճանաչել մեզ ու մի գեղեցիկ շխուր է գնացել, մենք կդիրքավորվենք այս տարածաշրջանում, որտեղ էլի տեղ չկա, որը ոչ լավ մեծ տեղը տեղին հայկական մեծ հարսանիք է, հա ոնց որ։ Ինչ անեմ բա, ստեք հաշմ կայնեմ, այսենց։ Չէ, որ մենք հնարամիտ ենք Վարդան։ Հա? Լերրիվ մենք մեր տեղում ենք, վսյո, սպասում ենք։ Ընկերներ, այսօր ես կանաչ եմ։ Ապեր ընդ կանաչ դեմքով մարդ չկա։ Մի փոքրիկ խնդրի պատճառով։ Հել ենք, արի։ Որ կամավոր է գնում, այդ պահից էր ոսենա, ես կիկան, գեղեցիկ կանգնել եք, բարև ձեզ, էլի զանգիր աղբեր։ Այսա կզանգիր սպասը։ Նստել է ժողորդը։ Հարցովի կսկսել ենք արդեն։ Ապր բխես ադուսը, ելն է ծխելու, ներսը խստի վարգելվում է։ Սխերում շատ լավ են արել, որ մակրոտ շնչեն, համեն սոպեջի լսվում ներսը։ Ինչա պետք ասելու, դու ես ասել։ Հա, ես եմ ասելու, բայց դու կասես անակնկալ կա։ Սասամց, հա։ Հա, հեսա մտ աղբեր, խաբար ես լրի։
Հոպարի անունը ինչ է։ Մհեր։ Հա, մհերը։ Բայց չասես էլ։ Թեկուզ լավ։ Ես չեմ ասել, ես կասեմ անակնկալ կա դու։ Ջանը մասը, всё։ Մհեր կնոջ անունը։ Կնոջ անունը Ռուզան։ Մհերը Ռուզան, այսինքն կոնյակը ծաղիկը իրանց կողմից է, ծաղիկը Լաուրիկ։ Լաուրա։ Մհեր։ Ախպերս էլի անելն է մհերը իրը։ Ահա, Փեսանա։ Մեր մհեր հոպարի Փեսանա։ Ապեր դեմից ասել որ Փեսան ես։ Փեսաներին գիտես չէ շատ եմ սիրում։ Ախպեր, բայց էսի ոնց անենք որ ճիշտ լինի։ Էսի ոնց։ Ախպեր դու մեր հոպար կնոջ անունը։ Ռուզաննա, մերը Ռուզաննա եւ Ոնց անեմ որ մեծ քառակուսի նկարում կողմից էր։ Լաուրայի։ Լաուրա։ Մերը Ռուզաննա, Լաուրա։ Մերը Ռուզաննա, Լաուրա, Արամ ու Մհերի աղջիկն է Լաուրան։ հա։ Հա, Լաուրան, Մհեր։ Ամուսնացողի քուրն է էլի։ Ու մեկ էլ բանը։ Արամ ու հարցիկը։ Արևիկ Արամ, Մհեր Լաուրա, չէ, Մհեր Ռուզաննա Լաուրա։ Մհեր հորեղբայրը որոշել է Արամի հարսանիքին իր ընտանիքի կողմից գեղեցիկ անակնկալ կազմակերպի։ Դրա համար մենք եկել ասել ենք Բայազետ, Քյավառ։ Ուժեղ տեղ ենք։ Եվ անակնկալ ենք անելու մեր Արև հարսիկին հիմնականում, ինչպես միշտ, բայց Փեսան այս անգամ ունի կոնյակ, նկար, մի խոսքով գեղեցիկ պա։ Մեր հորեղբայրը իր կնոջ Ռուզաննայի հետ եւ իհարկե նկարը արդեն Լաուրան, մեր հորեղբոր դուստրը։ Գնանք ներս։ Բարև ձեզ։ Եկեք։ Որտեղ է մեր հանդիսավար Անուշ աղբերը։ Այս հանդիսավարը հայտարարի հանդիսավոր ձևով մենք կգնանք ներս։ Ես միշտ նայում եմ Շնորհակալ եմ, ապրեք, ես զգացված եմ միայն։ Արխանիկների, բոլորի։ Մեր հոպար Ռուզան։ Լաուրա հարամարեք։ Սես մենաջեր բես։ Չէ, նկարը չէ։ Արդեն, հա։ Ապեր, դա արդեն հայտարարում է մեր եղբայրը։ Ները բաց է։ Չեմ լսում вообще։ Ինչ է ասում։ Էսիա աղջիկա հրազատների։ Ռուսաստանից է։ Ասма անակնկալ կա։ Սա Ռուսաստան է եկել։ Հա, ինչ է ասում։ Պատմորություն։ Ռուսականի կուրս ընկել է։
4 անգամ ներողել եք։ Փեսայի կողմից եք թե արսի փեսայի։ Հիմա հոպարը ստեղա մեհեր հոպարը։ Մեհեր։ Հա, մեհեր։ Չէ, ստեղ չէ Ռուսաստան, հա։ Հա։ Всё լավ։ Գնում եք, արի։ Serăs văga, in seră kes văga, kes pe sirun nafçik çega. Շնորհակալ եմ։ Ողջունում եմ բոլորին, բարև եք հավաքվել, բայց այդ ինչի՞ մեծ ծափեր չեք տալի, չէ՞ որ մենք եկել ենք շատ լավ բարեկամի կողմից, բարձր ավեսով ծափեր տվեք եւ մեր գեղեցիկ նորապսակներն ուր են։ Հարսիկին տեսնում եմ, բայց Արամը թե ուր է, Արամ վերջերս մոդա է դարձել, փեսաները ուշ են գալի, ուր են, Արամ։ Օ, Արամ, ամեն ինչ։ Sirtës Cana Արամ աղբեր, աշկները դույս լինի, մի բարձի ծելանակ, հարսիկին գնապեր, կոծերով, գնապեր, անդակեկալ ունես, դու չգիտես ես ում կողմից եմ եք է, որ տենց դուքով խոսում եմ, ծապեր տվեք թող մեր զույգերը մոտենան մեզ, աղբեր, Ես երդվում եմ սերս վգա Իմ սերը քեզ վգա Քեզ պես սիրուն աղջիկ չկա Սիրուն չկա Քո աչքերում սերն իմ գտա Իմ սերը ես գտա Քեզ ուրիշին երբեք չեմ տա շնորհակալ եմ, որ եկաք, դե այստեղ ես սպասում ենք, հիմա ես Արամ աղբեր, ծաղիկները տալիս եմ։ Հետևում ես։ Ես մենակ ուրախ եմ։ Հիմա դե գիտես, չէ՞ բա ինչ ենք անում։ Այ ծաղիկները տալիս եմ, լավ գրկում ես։ Կարաս։ Ապեր կասեմ։ Բարեկամ, ով այստեղ չի, ներկա չի։ Ու հələ չեմ ասում ում կողմից է։ Պետք է ինտրիգ պահենք, էլի, դες լարվածություն մի քիչ թողենք, որ վերջում ասեմ։ Հա, Արամ։ Դե հիմա ծափեր տվեք թող Արամը ուժ ապակի ու հարսիկին նվիրի ծաղիկները։ Ես երդվում եմ սերս վգա Իմ սերը քեզ վգա Քեզ պես սիրուն աղջիկ չկա Սիրուն չկա Քո աչքերում սերն իմ գտա Իմ սերը ես գտա Քեզ ուրիշին երբեք չեմ տա դու հավատա Դու իմ արև իմ գարուն Շնորհակալ եմ շատ ծափերի համար, Արամ, բարեկամս, ես միշտ քո անունն եմ տալիս, Արևի անունը չեմ տալիս, որովհետև անակնկալը քո շատ սիրելի բարեկամներից մեկի կողմից է։ Ուզում եմ դու տարբերակներ ասես, ով հիմա ներկա չի, որ շատ ես սիրում իրեն։ Ընտանիք անհարմար վիճակ մեջ չդնեմ, հա։ Դե լավ, ես որոշեցի, Արամը շատ լավ տղա է երևում, անհարմար վիճակի մեջ չեմ դնում։ Քո օրեղբոր Ալը մոռացամ, բա։ Հա, մհեր օրեղբոր ընտանիքի կողմից, Ռուզաննա Հովարի կնոջ կողմից, դու ունես անակնկալ, բայց էլի մարդկա, հələ չեմ ասում կողմից։ Մենք ապտան օրեղբոր ընտանիքի համար, ես ձեզ նվեր սիրելի նորապսակներ առաջնեկի ծնվելուց բացում եք, հիմա էլ ես բացում տենաս ինչ նվեր ա։ Հետաքրքիր չի Արամ։ Օրինակա, բայց ինչ տեսքով։ Արդեն բալդիկ է, հետո էդ իմ այդ պահեր չետի վերջում։ Քեզ պես սիրուն աղջիկ չկա Սիրուն չկա Քո աչքերում սերն իմ գտա Իմ սերը Ես եկել եք մեր նորավանքի մոտ նկարվել եք, օրհնված լինեք, ուժեղ լինեք ու կյանքի բոլոր դժվարություններին պատրաստ։ Գեղեցիկ զույգ, մենք ուրախ ենք շատ, ծափերով ցույց տվեք, որ ուրախ ենք։ Բայց հիմա մեզ օգնություն է պետք Հարսիկի եւ Փեսայի ձեռքերը պետք է ազատվի, որ նրանք գլխավոր նվերը բացեն։ Հարկավոր է պատրեն սա։ Ես լավ ապարի կողմից։ Ես չեմ ասում կողմից, հա, բացեք կասեմ։ Իմ սիրով արտը կյանքիս Երկս նազելիս Քեզ եմ երգում ես կարոտով Ու կերկեմ հազար գարուն Քեզ եմ երազում դու իմ սիրելի
ես իմ հոգին, իմ սիրելի մանգին, սևաչերով վար ժպիտով անուշիկ իմ յաջ, իմ սիրով արտը կամքից երկը Ջուլետա, չէ, Ջուլետա։ Հա։ Իսկ նկարը, ես սիրում նկարը, որ եղբորը դստեր կողմից է, Ջուլետա, չէ, Ջուլետա։ Լաուրա։ Լաուրայի կողմից, անունները մի քիչ խառնել են, բայց Լաուրայի կողմից է։ Նրանք շատ ուրախ են ձեր միության համար ու բոլորն են ուրախ միության համար։ Ծափերում են ցույց տալի ուրախությունը։ Ձեզ նավոր բարձր տրամադրություն, շնորհակալ եմ Արտուր ջան։ Անունները բան արի, մելի ոնց որ այդպես մի քիչ։ Մի նկարի։ Ռեգլամի մեջ ոնց ասում, մի հապաղիր, արաղիր։ Արի։ Ընկերներ, ես երբեմն խառնում եմ անունները, խառնում եմ բառերը, բառնում եմ խառերը, բայց հուսով եմ ինձ հասկանում եք ինչի համար է այդպես։ Բայց հիմա կարամ հանգիստ ասեմ, նայ, Արամ Փեսա, Արև Հարսիկ, Մեհեր հորեղբայր, Ռուզաննա հորեղբոր կին և իհարկե Լաուրա հորեղբոր դուստր, այո, այդպես դուք հիշեք, են որ խառնել եմ, էտի չհիշեք, պետք չի դա հիշել, ընդհանրապես պետք չի, իսկ հիմա մենք շնչելով գավառի մաքուրոթը շարժվում ենք ավելի ավելի չէ, մաքուր տեղ մեր Եղեգնաձորելի, հայոց աշխարհն է մաքուր։ Հրատապ լուրերով ձեզ հետ է Ստեփան Մարգարյանը, Վարդան Գրիգորյանի հետ, հիմա մենք գտնվում ենք Սելիմի Լեռնաստանող ճանապարհի վրա։ Եվ հենց հիմա այստեղ ինչ-որ խցանումներ են, որը անհասկանալի է հեռվից, վարվում են լիքը մեքենաների լույսեր այնտեղը, որտեղ որ լատոկները խորն էին, Սևանալչի խորության էին համարյա։ Գնանք տեսնենք ինչ է կատարվում, մեքենաները շատ են, հիմա չգիտենք ինչ է եղել, բայց հեռվից մի բան հաստատ է, որ այստեղ մի բան այն չէ։ Ընկերներ, հիմա միասին գնանք ու համոզվենք, թե ինչն է, որ այն չէ, հասկանում եք, մի բան հաստատ որ այն չէ, բայց թե ինչը այն չէ, հիմա կտեսնենք։ Էսե խմենք, էսե խմենք բադրի կերացը։ Գնանք տեսնենք, Վարդան, հրատապ լուրերն են։ Այ քեզ բաններ, ընկերներ, ապա նայեք իշ խրամատ է, հակատանկային բան է, փոսիկ է։ Չէ, սես կանենք, այսինց սա կոնկրետ վարժություններով պետք է անցնենք գնանք։ Ես մտնակի ես ֆոկուսը գցում կադրերի վրա։ Ինչ ես խոսում, վրդոք։ Կերներ լարված է իսկապես դրությունը, մեր դիմացից մեքենան շատ զգուշավորությամբ է գնում, մենք էլ նրա ետևից, ահա այսպիսի պատմությունների մեջ ենք ընկնում երբեմն մեր մեքենայի ցածր լինելու պատճառով։ Արև այկամս։ Ահա, նկատվում ու նշմարվում են ինչ-որ արդեն կոնկրետ պատկերներ, տեսնենք ինչ է կատարվում այստեղ։ Վարդան երևում է ինչ է կատարվում, թե չի երևում ինչ է կատարվում։ Կարծես թե ֆուրը մկրատ է արել։ Դե էվակուատոր կա։ Էվակուատոր կա այնտեղ։ Հուսանք հանկարծ պատահարներ չի։ Բա, ֆուրատորա։ Կողքի դերնից։ Ֆուրատոր։ Նոր, ահա, դուր, ահա, ֆուր։ Կերներ ագին լարված է վիճակը տեսնես, ինչ է կատարվում։ Ճանապարհը այն փակ է ախպեր։ Ձետ է գալի։ Ցույց է։ Ցույց են տալի։ Դելիշնիկ է տանք տնանք ինչ է։ Ինչ է, Լևոն։ Այսա։ Մարտին դու ես ախպեր։ Բարեկամ ես։ Դու նստի ես գնամ հարցերը լուծեմ կապ։ Այս ինչ է կատարվում։ Ճանապարհ եք փակում։ Գիտես, բռատ։ Բարեկամս ինչ ա եղել։
Ճապեք ֆուրը լրվել են թարվը մնացել է չեն կարող ներդել։ Օ, դաժան տեսարան, այ ֆուրի շոֆեր եմ ասել, որ դիմացի։ Այդ սևիկա ֆուրը դառնումա Կարոխով ֆուր։ Հիմա մենք քաշ ենք, աչով կայնենք։ Մենք նկարվում ենք, հա։ Նկարահանումներ են։ Արա, էվակուատորն էլ էս միաննան լրվե։ Ընկերներ լարված է վիճակը, լուսավորությունը վերց շամպիոնն է եկել, Ստեղ։ Ինչ է, Լեռնակերտի կողքը հիմա ֆուր է լրվել։ Տեսեք ինչ է գա, չէ, ճամփին բան չենք տեսել։ Դու ես մնացել։ Շնորհավոր։ Տեսեք ընկերներ, ձախից էվակուատորն է մնացել, մեջտեղից ֆուրը, այն մի աչից էլ բանն է, էլի Ֆորդը, նա ու դիտոնական իրավիճակ խցանումներ են, բայց ցույցի բողոք չենք անում։ Դե բան էլի ինչա։ Իշխանափոխություն չենք ուզում։ Կերներ, խառն է իրավիճակը, ահա թե հարսանիքից հետո պռոկկա։ Մարդուն ու լեռներում։ Բայց մի հոկելեյանով աուզեց հետ անդա մնացել։ Մի հոգին ինչ ոգելով ես վերև մոտ է գնացել, հա։ Նիվա եկավ, հեսա Նիվան տես ինչ անում, Նիվայի հիսու երանգները, նայեք ինչ անում Նիվան։ Ինչ կարա անի Նիվան։ Ինչ ուզի։ Մրցում ես։ Չէ։ Այդ իման ինչ արես, իման քինես բամեք։ Նիվայի արկածները նկարի։ Մոմենտո մոր է գրված Նիվայի վրա։ Հիմա տեսնենք ինչ կանի Նիվան։ Ես էլ կապցրա էլի։ Ես էլ կապցրա։ Այդ մանց, նի հա։ Այ ախորեն ինչ անում անում։ Կարանքը պետք է այսինչ ասի։ Սաղելը տենց է մտածել, որ սենց այլ է, ասել այս սաղարանքով Այդ թողում գացել։ Իմ եկեք, հա։ Ապեր ենք է հարցելու, իրեք հատ ավտո իրար կող ճամպա պակել են ասել պտ իշխանություն հրաժարում։ Ապեր պակել են ասել, այսօր վանից էտ հարցը պտուլուքի, էի անը պրոստա անձրևը շատ անդե չեն կայլ ես նե պակել։ Այլու Մենտո մորին Իվան գանձան, Իվան կետա Հələ toyta տենակ ոնց այդ, ակավ եք էլ ասնարակ Արի ուսումնասիրեք տենակ մենք գանձն Չէ, ստոպ Ոնց ես վարկա Ես մի բան կասեմ, եթե ճանապարհների վիճակը վատ է, ուրեմն միայն Նիվա 06-ը փորձում է Նիվայի տրյուկները կրկնի, տեսնեք կանցնի գնա տես անցավ, որը անցավ ախպեր։ Այսօրվանից Նիվա է 06-ին Նիվային միանում է նաև 06-ը, հա, այդ տենակի զախմար։ Եվս մեկ մեքենա փորձում է ռիսկնույց անել, տեսնենք ինչ կստացվի, կանցնի թե չէ։ Չի գնա։ Ուշեցեք գա։ Շնորհակալ։ Որ հետ եկավ արդեն լավ է։
Հիմա որ բանը լեր, մեր ավտոն 4 քաշողը լեր, ջիպը լեր, իմ սիրած ջիպիցը լեր, բրաբույսը լեր։ Հիմա գիտես ոնց է անցեն դե ախպեր։ Ինչի բույս։ Բրաբույս։ Ապե, դա փորձենք։ Փորձ։ Բիտկա, բիտկա։ Ացանք ախպեր, բրաբուս պետք չի մեզ։ Բայց են որ մասը կպա մնեց, ինչա բրո։ Չգիտեմ, ախպեր, բայց հալանք։ Այո, վարորդ է մասը գրողը տանի։ Էդ ես է ինկերներ, ես հաղթահարեցի ճլճլան, այո։ Մի հրաշալի ճլճլայոտ վիճակ էր ու ես հաղթանակ կրեցի, տոնեցի։ Խադավիկներս իս բան չասեք, պետք էր էդի արվեր։ Պետք է։ Գնացինք։ Ես երդվում եմ սերս վագա